Փաշինյանը Թբիլիսիում էր, նա ասաց բառացի չեմ ներկայացնում իր խոսքը, բայց իմաստը հետևյալն էր, որ Վրաստանը, Ադրբեջանը եւ Հայաստանը հրաշալի կարող են համագործակցել, ունենալ ընդհանուր շահեր եւ անգամ ծրագրեր եւ դա ունի ռազմավարական նշանակություն։ Հավատում եք, համաձայն եք, որ իսկապես երեք երկրները կարող են համագործակցել այդքան տարբեր երկրներ։ Ադրբեջանը դուք ինքներդ ասացիք, Թուրքիան է թիկունքում, Վրաստանի, չգիտեմ թիկունքում է թե որտեղ է Ռուսաստանը, էլի ձեր մատուցմամբ, եւ Հայաստանը պարզ չի թե ով է թիկունքում կամ որտեղ է գտնվում Հայաստանը։ Տարածաշրջանային համագործակցությանը հավատում եք թե ոչ։ Ես կբացեմ փակագծերը եւ կասեմ շատ ուղիղ ձեր եթերում, որովհետեւ ձեր եթերը դրա համար կարծում եմ ամենալավ վայրն է, ամենաչեսոք եւ օբյեկտիվ, այն առումով, որ տեսեք, այնինչ վարչապետ ասաց դիվանագիտական հայտարարություն է, բայց իրականում հաշվի առնելով, որ ապրիլ ամսից արդեն Վրաստանը սկսել է Հայաստանի կիսաբլոկադան, եւ մենք դրա մասին ձեր հետ նաեւ խոսել ենք եւ գիտենք, սա հետաքրքիր մեսիջ էր Վրաստանի իշխանություններին, որոնք բոլորս արտաքին բևեռում Հայաստանն էլ շատ լավ գիտի, ինչ գնահատականներ է տալի Միացյալ Նահանգները եւ Եվրոպական միությունը եւ Միացյալ Թագավորությունը Վրաստանի իշխանություններին։ Իհարկե Հայաստանը այդ քաղաքականություն չի վարի, բայց մեսիջը վարչապետ Փաշինյանը հնչեցրեց այդտեղ եւ ցույց տվեց Վրաստանին էլ եւ Ռուսաստանին էլ, իհարկե, որ Հայաստանը ձևավորում է այլընտրանք եւ այն ինչ պլանավորված էր այնտեղ, որ այս ներքին գործերի մասին մենք խոսեցինք, չէ, որ անպայման նպատակ էր իշխանության փոփոխությունը, բայց դա ունի արտաքին բաղադրիչ։ Մի բաղադրիչն էր իր ժամանակ Լեռնային Ղարաբաղի հարցը, բայց եւ Ադրբեջանի հետ հետո սրումը Սյունիքի ուղղությունով, բայց հիմա այդ բաղադրիչը որ չկա այլևս, գլխավոր բաղադրիչը անցել է Հայաստանի վրա տնտեսական ճնշման օրակարգով եւ Ռուսաստանի եւ Վրաստանի միջոցով։ Ռուսաստանը առանձին է ճնշում անում, այդ թվում բեռնափոխադրումների հետ կապված վերջերս ցույց է նաեւ կառավարության շենքի առջեւ այստեղ Երևանում տեղի ունեցել եւ Վրաստանը իր հերթին է դա անում հենց բեռների հետ կապված ինչպես դեպի Հայաստան, այդպես էլ Հայաստանից։ Հայաստանը հաշվի առնելով սա եւ ես բացահայտ իմ տարբեր ելույթներում ամիսներ արդեն խորհուրդ էի տալի, որ սրա ելքը հաշվի առնելով Վրաստանում ստեղծված իրավիճակը չի կարող լինել Վրաստանի հետ պայմանավորվելը, այլ կարա լինել միայն Թուրքիա եւ Ադրբեջանի հետ սահմանի բացումը, գնում է այդ ճանապարհով, որովհետեւ հիմա հետաքրքիր հնարավորություն է ստեղծվել, որ համ Հայաստանի համար է կարևոր այդ ուղիները, համ Ադրբեջանի համար եւ Կենտրոնական Ասիայի համար է կարևոր դեպի Թուրքիա այդ ուղին, որովհետեւ եթե եւ համ այդ պետությունների համար է դառը կարևոր, որ Հայաստանում լինի ինքնիշխան իշխանություն, այլ ոչ թե Ռուսաստանի վերահսկողության տակ, որովհետև եթե այստեղ լինի Ռուսաստանը, նույն այդ լոգիստիկ կապերը թուրքական միության միջև վերահսկելու է Մոսկվան, եւ Ադրբեջանը ստիպված եւ Կենտրոնական Ասիան առնչվելու է ուրեմն Մոսկվայի հետ։ Հիմա մենք տեսնում ենք, որ այդ թուրքական պետությունները հասկացել են, որ սուվերեն Երևանի հետ կարելի է հետաքրքիր նոր օրակարգ ձևավորել, փոխշահավետ, այդ իսկ պատճառով մենք տեսնում ենք բարելավում հարաբերություններում Թուրքիայի Ադրբեջանի հետ, բայց նաև Ղազախստանը խոսքին իր կարևոր ներդրումն է ունենում եւ օրերս պետք է նաև տեղի ունենա վարչապետ Փաշինյանի այցը Ղազախստան, դա նաև այն գործընթացի մաս է, որ Հայաստանը առհասարակ ունի շատ լավ հարաբերություններ թուրքական պետությունների միության թուրքական ուրեմն Կենտրոնական Ասիայի թուրքական պետությունների հետ, Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի եւ Ղրղստանի հետ։ Եվ դա լավ հիմք է նրա, որ մենք նաեւ այդ պետությունները առաջերտին Ղազախստանը հետ հարաբերությունները հիմք օգտագործելով կայունացնենք հարաբերությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Եվ այնտեղ կայունացնող դեր է հենց խաղում Ղազախստանը։ Ղազախական ցորենը ստանալը ճիշտ է, երկաթուղով գալու է դեր Վրաստանով, բայց դա մեսիջ է Վրաստանին, որ մեզ հաշված ամիսների ընթացքում փաստացի խոսքը գնում միջև 2 տարի արդեն երկաթուղային կապել պետք չի լինի։ Նկատի ունեմ Հայաստանից է այդ մեսիջը, որ Ադրբեջանից, Կենտրոնական Ասիայից կամ Թուրքիայից որևէ բան ստանանք, իսկ ցամաքային սահման բացման մասին ուրեմն Հայաստանի վարչապետը ասաց, որ հենց հիմա պատրաստ ենք Մարգարա Գորիսի ուղղությունով բացել սահմանը։ Ուստի Հայաստանը սրանով Ռուսաստանին հստակ մեսիջ է ուղարկում, որ բլոկադայի գործընթացը չի աշխատելու եւ եթե Ռուսաստանը փորձի այդպիսով
ճնշումները շարունակի, ապա Հայաստանը Վաշինգտոնի օգոստոսի 8-ի օրակարգով, Վաշինգտոնի Բրյուսելի միջնորդությամբ նաև, բայց ուղիղ նաև, ինչը կարևոր է, Անկարայի, Բաքվի եւ Կենտրոնական Ասիայի թուրքական պետությունների հետ համագործակցելով իր սեփական օրակարգը շարունակելու է, Ռուսաստանը չի կարողանա հասնել իր այդ նպատակին եւ դա շատ կարևոր գործընթաց է։ Այս գործընթացում Երևանը ձևավորվում է ինչպես սուբյեկտ, իսկ մեր միակ հնարավորությունը, որ իրական նույն գոյատևենք եւ գնանք դեպի ապագա կայուն, այդ թվում պետականություն ունենանք, դա սուբյեկտություն ունենալն է այս իրավիճակում։ Ոստի Վրաստանին այդ մեսեջը նաեւ ուղարկվեց եւ դա նվազեցնում է Վրաստանի կողմից բլոկադայի կազմակերպման հավանականությունը, որտեղ առհասարակ այդքան էլ էֆեկտիվ չի լինի բլոկադան։ Վրաստանի բլոկադան եթե սկսի աճել, ապա նույն բաները կներմուծվի Թուրքիայից, Ադրբեջանից, Կենտրոնական Ասիայից կամ Եվրոպայից Թուրքիայի միջոցով խոսքին։ Այնինչ դուք նկարագրեցիք, փաստորեն ստացվում է, որ 3 այսօր դեռ հարավ-կովկասյան հանրապետություն ենք մենք կոչվում, 3 պետությունները այդքան էլ միասնաբար չեն։ Դուք ասում եք, որ Վրաստանը, եթե չխոչընդոտի էլ, անգամ եւ կա հնարավորություն խոչընդոտելու Վրաստանի կողմից։ Համենայն դեպս Վրաստան, Հայաստան, Ադրբեջանը միասնական չեն, այն ինչի մասին խոսում էր Փաշինյանը, ասում էր ռազմավարական միացում, ռազմավարական կլինի մեր համատեղ գործելը։ Փաստորեն համատեղ գործելու մասին վաղ է խոսել։ Իհարկե, այդ դիվանագիտական հաշվի առնելով ներողություն Վրաստանի դիրքորոշումը, որը դուք ներկայացրեցիք։ Այդ դիվանագիտական հայտարարությունները արվելու են, որովհետև ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը չի պատրաստվում Վրաստանի հետ փչացնել հարաբերությունները առհասարակ, բայց ասեմ ձեզ շատ անկեղծ, որ Ադրբեջանն էլ ու Թուրքիան էլ այդ իսկ պատճառով են նաև ուզում Հայաստանով բացել ենթակառուցվածքները, որ սկսում են կասկածել ինչքանով վստահելի է Վրաստանը, որովհետև Ռուսաստանի այսպիսի չափից դուրս ազդեցության տակ գտնվելը, ազդեցություն միշտ կա, բայց ազդեցության աստիճանի մասին է չէ խոսքը։ Գտնվելու իրավիճակում փաստացի կարա օգտագործվել Վրաստանը ինչպես գործիք Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ ազդեցության, նկատի ունեմ լոգիստիկ կապերի եւ այլն։ Ուստի վարչապետի հայտարարած ընդհանուր առումով ընդունելի է, որովհետև ինչ որ ֆորմատներ առհասարակ անպայման լինելու են, բայց այդ ֆորմատները գործնականում առաջ չեն գնա, որովհետև եթե այդ օրակարգը լիներ, ապա համոզեցնում եմ ձեզ, որ Հայաստանի ենթակառուցվածքների մեջ շահագրգռվածություն այսպիսի մեծ առհասարակ որևէ մեկը չէր ունենա, եւ սրա նաեւ կարեւոր բաղադրիչ կա։ Միացյալ Նահանգները եւ Եվրոպական միությունը չճանաչելով Վրաստանի այսօրվա իշխանություններին, բացահայտ նաեւ ասում են, որ իրանք այսպիսի ձևաչափով Վրաստանին, այսինքն բռնապետություն, որը Ռուսաստանի ազդեցության տակ է եւ հակաամերիկյան եւ հակաեվրոպական է, չեն պատրաստվում այսպիսի Վրաստանը ներառել միջազգային լոգիստիկ կապերի մեջ։ Ուստի այն ծրագրերը, որը պետքա Վրաստանով անցներ, միջին միջանցքի, հիմա փաստացի բոլորը անցնում են դեպի Հայաստան։